Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոններ զբաղեցնող 5 անձ է ձերբակալվել, հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվածները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչը հանգեցրել է պետական շահերի ոտնահարման։ Կոմիտեից հայտնել են նաև, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն կարող հրապարակել, սակայն քննչական գործողությունները շարունակվում են բոլոր հանգամանքները պարզելու համար։ Մենք հույս ունենք, որ այդ որոշումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների դիմաց։ Վարչապետի Բաքվից Հայաստան վերադարձած 4 գերիների լուրի հրապարակումից շատ չանցած Արդարադատության նախարարությունը հայտարարեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի 2 քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաբեդ Ալ-Հաջի եւ Մուհաբար Մուհամմադ Ալ-Շխերիին Թուրքիայի միջոցով Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու մասին։ Համացանցում լուրեր տարածվեցին, թե այս 2 իրադարձությունները կապ ունեն իրար հետ, ինչը այսօր մամուլի ասուլիսում Փաշինյանը ժխտել է։ մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Դրա համար անհրաժեշտ կամք կա, ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Խոսելով վերջերս Թրիփի շրջանակային փաստաթղթի հրապարակման մասին, դիվանագետը նշել է, որ շուրջ 2 ժամանոց քննարկում է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ։ Ֆիդանի խոսքով իրենց համար կարևոր է Ադրբեջանի հեռանկարները։ Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատունը մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ռազմական բախում կլինի։ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ հյուպատոսական բոլոր աշխատակիցները հունվարի 14-ին լքել են դեսպանատունը։ Իրանում անկարգությունների ժամանակ մասնակիցներին մարդկանց սպանելու համար վճարել են $3500, գրեթե $1500 մեքենաներ հրկիզելու եւ մոտ $500 ոստիկանական բաժանմունքներ հրկիզելու համար, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը։ Նրա խոսքով իրենք հավաստի տեղեկություններ ունեն այն մասին, որ ԱՄՆ-ն սիոնիստական ռեժիմը եւ նրանց դաշնակիցներից մի քանիսը կենտրոն են ստեղծել ահաբեկիչներին օգնելու համար։ Հարևան Իրանում բողոքի զանգվածային անհնազանդություններում զոհվել են նաև հայեր։ Լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի հանձնակատար Զարե Սիրանյանը անդրադարձել է այդ թեմային։ Մեկ զոհը հաստատված է, կարծեմ երկրորդն է հաստատված, բայց ավելի մեծ թվերի մասին։ Երեք խոսում է 12։ Գիտեք, այդ թվերը ասում ես եմ լսել, 12-6 եմ լսել, բայց հաստատված գիտեմ Էջմինն է եւ Նա նշել է նաև, որ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ կապն ընդհատվել է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից ժամանող անձանց միջոցով։ Օրեր առաջ Սիրանյանը նաև հայտնել էր, որ չեն կարողանում կապվել Հայաստանի քաղաքացիների հետ։ Իրանի իշխանությունները սկսել են գաղտնի կերպով երկրից միլիոնավոր դոլարներ դուրս բերել, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նախարարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հետևում է այդ ակտիվների տեղաշարժին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների մտավախությունների ֆոնին ավելի քան 5 ժամ փակ մնացած Իրանի օդային տարածքը վերաբացվել է, չեղարկվել եւ հետաձգվել էին մի շարք չվերթներ, այդ թվում նաեւ Հայաստանից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օրեր շարունակ բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց մահապատժի ենթարկելու որևէ ծրագիր չունեն։ Նա հերքել է ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցների տածած տեղեկությունը, թե երկրում ցույցերի ժամանակ սպանվել է 2500-ից մինչև 12000 ցուցարար, նշելով, որ զոհերի թիվը մի քանի 100 է։ Արաղչին կրկնել է, որ ակցիաներն իրականացրել են դրսից եկած ահաբեկչական խմբերը, որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների եւ իրավապահների վրա։ Նախարարի խոսքով այդ ահաբեկիչների նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Նա հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են երկրում ստեղծված իրավիճակին։
ԱՄՆ-ի, Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո եվրոպացի զինվորականները ժամանել են Գրենլանդիա։ Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան եւ Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք որպես հետախուզական առաքելության մաս։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունն առաջիկա օրերին ավելի մեծ կլինի Գրենլանդիայում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրենլանդիայի փոխվարչապետ Մյուտ Էգիդը, շեշտելով, որ նրանք կանցկացնեն վարժանքներ։ Դանիայի խնդրանքով Մեծ Բրիտանիան մեկ զինծառայող է ուղարկել Արկտիկայում զորավարժություններից առաջ եւ կղզու նկատմամբ Թրամփի հավակնությունների ֆոնին, գրել է The Independent պարբերականը։ Մեզ չհաջողվեց փոխել ամերիկյան դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ նախագահը ցանկանում է նվաճել Գրենլանդիան։ Հետևաբար մենք դեռևս ունենք հիմնարար անհամաձայնություն։ Սպիտակ տնից հեռանալուց հետո հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։ Գրենլանդիայի արտգործնախարար Վիվիան Մոցվելտը հուզվել է ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, բայց վերջին օրերն են բնականաբար։ Ես շատ հուզված եմ։ Նախորդ մի քանի օրը ծանր էր մեզ համար։ Ավելի վաղ ամերիկյան մամուլում շրջանառվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը $700 միլիարդ Գրենլանդիան գնելու առաջարկ է պատրաստում։ Մոսկվայում Միացյալ Թագավորության ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակյային կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի նոտա ռուսական իրավասու մարմինների կողմից ստացված տեղեկությունների հիման վրա, համաձայն որոնց դեսպանատան դիվանագիտական աշխատակիցներից մեկը Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների աշխատակից է։ Անվտանգության դաշնային ծառայությունն այսօր հաղորդել է, որ բրիտանական հետախուզության սպա Գարեթ Սամուել Դեյվիսն աշխատել է Մոսկվայում, Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական եւ տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի քողի ներքո։ Նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել եւ նա պետք է լքի երկիրը 2 շաբաթվա ընթացքում։ Նշվել է, որ Մոսկվան չի հանդուրժի Ռուսաստանի տարածքում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների չհայտարարած աշխատակիցների գործունեությունը։ Դաշնության արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ բրիտանական կողմին նաեւ նախազգուշացրել են, որ եթե Լոնդոնը գնա հարաբերությունների սրման ճանապարհով, ռուսական կողմը կտա վճռական համարժեք պատասխան։ Մինեապոլիսում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության գործակալը կրակել եւ սպանել է մի կնոջ եւ շարունակում է իր աշխատանքը գերատեսչությունում։ Իրավապաշտպանները ցուցարարների վրա արցունքաբեր գազ են բաց թողել եւ լուսաձայնային նռնակներ օգտագործել։